Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր թուրքագետ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, նաև պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Մելքոնյան, տարիներ շարունակ Հայաստանի այս իշխանությունը հայ ժողովրդին հույս էր տալիս, որ հայ-թուրքական հարաբերություններում իրենք վարելու են այնպիսի քաղաքականություն, որ այդ հարաբերություն ասվածը ի վերջո կայանա եւ մենք ունենանք Թուրքիայի հետ բաց սահման եւ Հայաստանի տնտեսական շնչուղիները բացվեն։ Այնինչ տեղի ունեցավ Անտալիայում, այդ տնտեսական շնչուղիները բացելու հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, թե այդ հարաբերությունների ավելի հեռացման մասին էր։ Գիտեք, վերջին հատկապես շրջանում ավելի ցայտուն է դարձել այն, որ այս իշխանությունները տարիներ շարունակ ու հատկապես 2020 թվականից հետո իրականացնում են այսպես խոնարհման դիվանագիտություն, խոնարհվելով թուրքական պահանջների առջև, թուրքական տարբեր այսպես նախապայմանների առջև եւ այլն, եւ դա համարել դիվանագիտություն շատ դժվար է։ Եվ հիմնավորումը ենթադրում եմ, որ կարելի է գտնել, թե ինչպես են հիմնավորում, որ մենք այլ տարբերակ չունենք, այլ ելք չունենք, ուստի պետք է Թուրքիայի բոլոր պայմանները, պահանջները իրականացնենք, որպեսզի կարողանանք շարունակել գոյություն ունենալ։ Բայց այդ այլ ելք չունենալու հիմքը հենց իրենք են եւ իրենց քաղաքականությունն է, որ շատ նուրբ հարցերի հետ կապված այնքան անզգուշ, այնքան անգետ քաղաքականություն են վարել, որ մտել ենք որպես պետություն այսպիսի փակուղային վիճակում։ Եվ երկրորդ հանգամանքը Թուրքիայի պահանջները տեսնում եք անզեն աչքով նկատել են, որ ոչ թե թուլանում են, այլ ավելանում են, դրանք կարող են ժպիտով ասվել, դրանք կարող են խիստ տոնով ասվել, բայց անընդհատ դրանք ավելանում են եւ անընդհատ մնում են շահկապված ադրբեջանական պահանջների եւ ցանկությունների հետ եւ խոսել շնչուղիներից, տնտեսական այսպես խնդիրները լուծելուց եւ այլն, դրանք ուղղակի կարծում եմ այսպես ականջահաճո հանրության լայն շերտերին ականջահաճո հայտարարություններ են, որովհետև նախ մեծ հարց է տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանք սպառնալիք են թե այսպես հնարավորություն, եւ երկրորդ դու բացելով տնտեսական շնչուղիները թշնամուտ ես հանձնում քո սիրտը, կոպիտ ասած, կամ դադարեցնում ես սրտի աշխատանքը եւ կարեւորում ես շնչառական ուղիները, եթե մի քիչ այս տերմինների մեջ մտնենք, դա ինչի է հանգեցնելու, այսինքն թուրքական պահանջները կատարելու պարագայում Հայաստանը որպես իրենց սիրած տերմինոլոգիայով ինքնիշխան, ինքնուրույն պետություն դադարելու է գոյություն ունենալ եւ կախվածության, անասելի մեծ կախվածության մեջ է մտնելու Թուրքիայից եւ այս պարագայում խոսել ինքնիշխանություն, հնարավորություն, հարաբերություն եւ դրանք անտեղի են եւ գիտեք, այստեղ ես տեսնում եմ գիտեք իրականությունից լրիվ հեռացում, ես չգիտեմ իրենց վիճակից է, տարիներ շարունակ այսպես լարված իրավիճակում քաղաքականություն վարելուց է թե ինչ, բայց իրենք օբյեկտիվորեն, եթե մի պահ կանգ առեն, կտեսնեն, որ բավական հեռացել են իրականությունից եւ ասում են մտքեր, որոնց իրենք էլ են հավատում, բայց որոնք կապ չունեն իրականության հետ եւ իրենց թվում է թե ինչ որ բաներ են անում, այսինքն իրենց թվում է, որ իրենք կարողանում են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել։ Հիմա կասեմ որը եւ այս ոճով կարողանում են հարաբերություններ հաստատել զիջելով ամեն ինչ եւ այդ նույնը չէին կարող անել նախկին արտգործ նախարարները, օրինակ ասենք շատ դժվար էր Վարդան Օսկանյանի համար կամ Փափազյանի համար կամ իրեն Ալեքսանդր Արզումանյանի համար կամ Նալբանդյանի համար այսպես հերթով զիջել ու հարաբերություններ այս մարդիկ չունեն Արցախի հետ կապված որևէ այո, այսինքն իրենք զիջում են ամեն ինչ, այդ թվում առաջին հերթին Արցախի հետ կապված այլևս չգիտեն թե ինչ հայտարարություն անեն, որ Արցախը Ադրբեջան է, Արցախահայության իրավունքները մեզ համար կարևոր չեն եւ այլն։ Եվ հիմա դուք հարցնում եք, որ, հա, հարցում ինչ է իրենց թվում։ Իրենք ասում են, իրենց հայտարարությունները կարող ենք դնել համեմատել, ասում են Թուրքիայի հետ մենք գնում ենք առանց նախապայմանների հարաբերությունների եւ հենց իրենք կոնկրետ այդ անձը արտաքին գործերի նախարար հենց ինքն էլ հայտարարում է 1 ժամ հետո որ
Կարծես թե Թուրքիան մեր հարաբերությունները պայմանավորվում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով։ Այսինքն ինքն ասում է մի բան, որը 1 ժամ հետո հենց ինքն էլ հերքում է։ Բայց դա իրենցից չէ։ 30 տարի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել է Ադրբեջանով։ Այս հարցում չենք կարող ասել մեղքը միայն այս իշխանությանն է։ Իհարկե ոչ, բայց նախորդ փուլում մենք ասում ենք, որ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում եւ որի հետ մենք համաձայն չենք։ Հիմա այս փուլում ասում են մենք գնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների, այսինքն ասում են, որ Թուրքիան չունի նախապայմաններ չի դնում եւ մենք հանգիստ իրար հետ շփվում ենք։ Նախկին փուլում Անտալիա հրավերներ, չգիտեմ, եղել են թե չեն եղել, բայց Անտալիայի դիվանագիտական ֆորումին գնալը, ամեն հնարավորություն օգտագործել է, որ Թուրքիայի հետ ինչ որ շփում ունենալ, մեդիա տուր կազմակերպել է թուրք լրագրողների համար եւ տապալվել է։ Այս ամեն ինչը փորձեր են ցույց տալու համար ինչ որ մի գործընթաց, որը ցույց եմ տալիս, որ ես չեմ ուզում փակ սահմանով ապրեմ։ Իսկ ով էր ուզում, իսկ ով է ուզել երբևէ փակ սահմանով ապրել։ ապրել։ Իրենց տրամաբանությունը հետեւյալն է. եթե կար Արցախ, փակ սահմանով Հայաստանը մնում էր։ Հիմա ասում է ժողովուրդ, մենք չենք կարող կարճած մնալ այդ գաղափարից, խոսել Արցախի վերադարձի մասին։ Չենք կարող, հիմա մենք ռեսուրս չունենք։ Հետևաբար Հայաստանը պահելու համար, Հայաստանը չկորցնելու համար մենք պետք է երկու պետության հետ գնանք հարաբերությունների հաստատման եւ իշխանությունն ինչ է ասում, ասում է եթե ես այդքան զիջում եմ Թուրքիային, բա որ զիջում եմ ինչի սահմանը չի բացում։ Բա որ հանձնում եմ ինչու չի գալիս վերցնի։ Մենք պետք է հարցնենք իրենց, բա որ հանձնում եք ինչու չեն բացում, բա այդ ձեր բանագնացները, արտգործ նախարարները այդ որ հանդիպում են, մենք պետք է չէ որպես հասարակություն հարցնենք, բա եթե այդ ամեն ինչն անում եք ինչի Թուրքիան հարաբերություններ չի հաստատում, թե դուք ասում եք էլ այլևս չենք կարող կարճած մնալ Արցախից, պետք է գնանք զիջման, բայց միայն Արցախը չէ, դուք այլևս չպետք է կարճած մնաք իրենց տերմինոլոգիայով հայոց ցեղասպանության փաստից, որ Թուրքիան ձեր հետ հարաբերություններ հաստատի, դուք չպետք է կարճած մնաք ձեր ազգային հիշողությունից, որ Թուրքիան ձեզ հետ հարաբերություններ հաստատի, բայց սա էլ է գիտեք մանիպուլյացիա, եւ ես ձեզ անալոգը բերեմ, որ հնարավոր է այս ամենը եւ ցեղասպանության հիշողություն եւ պահանջներ եւ այլն ունենալ եւ ունենալ հարաբերություն Թուրքիայի հետ։ Հիմա ես ձեզ շատ բարձ Հունաստան-Թուրքիա հարաբերություններ։ Ինչպիսի կոնֆլիկտներ կան Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, ճիշտ նույն կոնֆլիկտները, ինչ որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Ցեղասպանության հարց, հունական Հունաստանը չի հրաժարվում ցեղասպանության հարցից, բայց Թուրքիայի հետ ունի բաց սահմաններ եւ հարաբերություններ, ավելին ՆԱՏՕ-ում երկուսով անդամ են։ Կիպրոսի հարց, նույն Արցախի հարցի նման, Կիպրոսի հարց չլուծված, որ Հունաստանը չի ճանաչում Կիպրոսի օկուպացիան 40%-ի, բայց շարունակում են հարաբերություններ ունենալ։ Հիշողության հարց, Հունաստանը անգամ Ստամբուլը չի անվանում Ստամբուլ, շարունակում է կոչել Կոստանդնուպոլ եւ այլն, պատմական հայրենիքի հարց, Թուրքիայի տարածքում գտնվող հունական տարածքներ եւ այլն, բայց հարաբերություններ ունեն, դիվանագիտական էլ, տնտեսական էլ, մյուս էլ։ Այդ ինչպես է եղել, որ Հունաստանին հաջողվել է։ Դուք Հունաստանի ունեցած ռեսուրսը որպես պետություն բերում համեմատում եք Հայաստանի ունեցած ռեսուրսի հետ։ Տեսեք, ես Հունաստանի ազգային հիշողությունը, այդ հիշողության շատ կապված լինելը կարող է համեմատել նախկին Հայաստանի հետ, բայց երբ դու քո հիշողությանը կարճած մնում ես, բայց դու հարաբերություններ հաստատելու ձգտումներ ունես, ավելի նախաձեռնում ես, չգիտեմ, նույն ֆուտբոլային դիվանագիտությունը կամ եւ այլն, բայց այսօրվա Հայաստանը չեմ կարող բնականաբար համեմատել եւ տեսեք ռեսուրսներն ու արժանապատվությունը մի քիչ տարբեր են, էլի պետական արժանապատվությունը։ Դու կարող ես փոքր ռեսուրսներ ունենալ, բայց ինչ որ կարմիր գծեր ունենալ, որ դրանք թույլ չտաս հատեն, իսկ հիմա դու թույլ ես տվել մտնեն քո խոհանոց ու քո կարմիր գծերը իրենք որոշեն հերթականությունը փոխեն, հանեն, տանեն, որ ցեղասպանությունը պետք է այսպես ընկալեք, չընկալեք, չխոսեք եւ այլ։ Հիմա օրեր հետո ապրիլի 24-ն է, մենք կտեսնենք եւ ներքին եւ արտաքին ինչպիսի տարբերություններ կան։ Օրինակ արտաքին Սիրիայում հայոց ցեղասպանության հարցը նույն կերպ հիշվելու է ինչ որ եղել է անցած եւ նախորդող տարիներին, թե արդեն հիմա թուրքամետ սիրիական իշխանությունը անելու է այնպես, ինչպես Թուրքիան է ցանկանում։ Սիրիայում գործող հայոց ցեղասպանության գոյություն ունեցող հայոց ցեղասպանության հուշարձանները մնալու են, թե չեն մնալու, անդադ այդ հարցը բարձրացնում եմ։
Հայաստանի ներսում ինչքան միջոցառումներ են լինելու։ Դե 18-ից հետո նվազագույնին են հասցված միջոցառումները։ Չէ, բայց հիմա ավելին, հիմա կտես մենք սպասելու ենք Լեմկինի ինստիտուտի հերթական հայտարարությանը ուղղված Հայաստանի իշխանություններին, թե ոչ։ Այսինքն այսպիսի բաներ մենք կարող ենք կանխատեսել եւ այդ նույն համատեքստում Հունաստանում այսպիսի բաներ կան, իհարկե ոչ։ Տարբեր հույն քաղաքական գործիչներ են եղել, ես ճիշտ է Հունաստանի պատմության մասնագետ չեմ, բայց քանի որ դուք հարց տվեցիք, ես զուգահեռ ուզեցի տանել, տարբեր գործիչներ են եղել, որոնք ջերմեռանդ են եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, ավելի զուսպ են եղել, բայց որևէ մեկը այս իրենց համար կարմիր գծերից չի հրաժարվել եւ չի թույլ տվել, որ մեկը մտնի, ասի, գիտեք, սահմանադրությունը ձեր փոխեք, այս կետը հանեք, այսպես արեք, ու դու էլ դա փոխանակ հակադարձես, վերցնես ինքնիշխան տոնով, ասես, այո, ես եմ նախաձեռնում սահմանադրության փոփոխություն, ես եմ նախաձեռնում Արարատ սարը սիմվոլիկայից հանել, ես եմ այս անում, ոչ թե պահանջներն եմ անում։ Այսինքն ձեր տեսանկյունը հետեւյալն է. եթե Հայաստանում չլինի Փաշինյանական իշխանությունը, հնարավոր է Թուրքիայի հետ ունենալ բաց սահման, հաստատել հարաբերություններ, չուրանալով եւ ցեղասպանության հարցը, չհրաժարվելով եւ Արարատից, չփակելով Արցախի հարցը ընդհանրապես։ Երկու, այսպես սրբագրում անեմ, ձեր ասածին։ Փաշինյանական իշխանության լինելը, այսինքն չէ, որքան այդ մտածողության չլինելը։ Այդ մտածողությունը, որի այսպես գերխտացումն է Փաշինյանական իշխանությունը, իհարկե պետք է հեռու մնա պետական կառավարումից։ Հիմա վաղը եթե լինի ծնված մտածողություն է ախր դա։ Ստեղծված իրավիճակը իրենք են ստեղծել եւ այդ ստեղծված իրավիճակին պարտվել եմ ասում է պատերազմում, դա դրա իրավիճակին հասկացա սնուցողը, ստեղծված իրավիճակը կենսունակ պահողը նաեւ դու ես, որովհետեւ չեմ կարող այլ կերպ խոսել։ Հիմա եկեք նայենք Արարատ Միրզոյանի արձագանքներին, հա, Բայրամովին, նա ինչ տոնով էր խոսում, Արարատ Միրզոյանը ինչ կերպ էր հակադարձում, ինչ են ասում են ապրե Արարատ Միրզոյանը, որովհետեւ մի կողմից թույլ չտվեց ինչ որտեղ ազգային շահը ոտնահարվի, բայց մյուս կողմից էլ չէր կարող անել ավելին։ Չէր կարող ուղղակի անել ավելին, հաշվի առնելով այն, որ ինքը պարտված պետության արտգործ նախարար է։ Գիտեք դա ինչին է նման, որ կարծես ֆուտբոլի հավաքականում խաղացողների բոլորը ինչ որ տրավմաներ ունենան, մեկը ոտքի, մեկը ձեռքի, մեկը չգիտեմ ինչ, բայց բոլորին մտցնես դաշտ, ու ասես դե ինչ անես, մարդու մի ոտքը բռնված էր, չէր կարող քայլեր, այն մյուսի ոտքը գիպս էր դրած, մի ոտքով էր թռվռում, դե ազիվ պետք է այդ աներ, այն մյուսի ձեռքը սենց էր։ Հիմա ինչքան քաղաքականապես այս վիճակում հայտնված մարդիկ կան, այսինքն այս իշխանությունը ինքը իրենով, որը պարտվել է դիվանագիտական դաշտում, ռազմական դաշտում, քաղաքական դաշտում թշնամուն, հիմա շարունակում է մնալ իշխանության եւ պարզ է որ այսպես պետք է լինի։ Ես չեմ ասում որ այս իրավիճակը աննախադեպ է, շատ տրամաբանական է որ եթե դու քաղաքականապես տրավմայի ենթարկված ես, դու քաղաքական դաշտում չես կարողանալու լավ խաղալ, ճիշտ այնպես ինչպես տրավմայի ենթարկված ֆուտբոլիստը չի կարողանալու ֆուտբոլի դաշտում լավ խաղալ, բայց հարցը այն է որ տրավմայի ենթարկված ֆուտբոլիստին թույլ չեն տալիս մտնի դաշտ եւ խաղա, բերում են ուրիշներին, հարցը այն է եւ այդ ֆուտբոլիստը ինքը նույնիսկ ֆուտբոլային տերմինոլոգիայով ցույց է տալիս որ ինձ փոխեք, ինձ հանեք, չեմ կարողանում քայլել, ոտքս բռնված է, ոտքս վնասված է։ Հիմա այս իշխանությունը այս փոխելը հավասարազոր է պատերազմին։ Ինչի համար։ Մենք այն իշխանությունն ենք, որը եւ Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ վարում է այնպիսի քաղաքականություն, որը գետնի վրա կրակոց չի ստեղծում։ Դրանք նույնիսկ մեկնաբանման խնդիր չէ, որովհետեւ իրեն համեմատել այս իշխանությանը, հա, խաղաղության կամ ստաբիլության ինչ որ բան բերող ուժի հետ, դա ուղղակի ճիշտ չէ, առնվազն ճիշտ չէ, այնպես որ իրավիճակը այո բարդ է։ Լինի Արարատ Միրզոյան թե մեկ ուրիշ է այդ թիմից, բնական է չի կարողանալ ոչ Բայրամովի հետ խոսել, ոչ էլ առավել եւս Հական Ֆիդանի։ Մի հատ նայեք էլի ովքեր են նստում սեղանի շուրջ խոսելու, պարզ է։ Բայց այս ամեն ինչի Նաև հիմնական խնդիրը այն է, որ դուք եք սեղանների շուրջ նստած խոսում, շատ տրամաբանական, դրա համար 2021-ին պետք է այս ամեն ինչին տրվեր այլ լուծում։ Հիմա սա հետևանք է։ Այո, հիմա մենք հետևանքի մասին ենք խոսում,
չֆիքսելով բուն պատճառը։ Իսկ բուն պատճառից հիմա իրենք էլ են արդեն այնքան են հեռացել, ասում են արդեն չեն էլ ընկալում, որ այս իրենց սխալների, այս իրենց վատ պահելու, խեղճ խոսելու պատճառը հենց իրենց իշխանության կարճած մնալն է։ Արարատ Միրզյանը այսպիսի մի հայտարարություն արեց, որ Հայաստանն ու Թուրքիան մերձավոր արևելքում ընդհանուր շահեր ուներ։ Նոր դուք ասում եք, տեսնենք Սիրիայում ցեղասպանության տարելից այս տարի ոնց են նշվում, ուզում եմ հասկանալ մերձավոր արևելքում Հայաստանը ու Թուրքիան ինչ շահ կարող են ունենալ։ Եվ այդ հաղորդագրության մեջ մի այսպիսի ձևակերպում էլ կար, որ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու ամենալավ ժամանակահատվածն է պատրաստ են անգամ էներգետիկ համագործակցություն սկսել։ Սա ինչ կերպ եք դուք պատկերացնում։ Երեք կերպ եմ։ Նախ առիթ ունեցել եմ այդ հարցը քննարկել, ճիշտ ասած անհասկանալի է ինձ համար, գիտեք, մասնագետիս համար դե իրենց լեվելին բնականաբար չեմ կարող հասնել գրագիտության, իմացության եւ այլն, բայց ճիշտ ասած անհասկանալի Թուրքիա եւ Հայաստանի շահերը մերձավոր արևելքում որ կետերում են համընկնում։ Օրինակ կարող են ռուսներին դուրս քշելու, իրանցիներին դուրս քշելու հարցերում համընկնել։ Բայց դա թուրքական նպատակ է, ոչ թե հայկական, եւ դա թուրքանպաստ նպատակ է, ոչ թե հայկական։ Հիմա նայեք, Թուրքիան մերձավոր արևելքում մեկ բառով եթե ասեմ, վարում է նեո-օսմանիզմի քաղաքականություն։ Ուզում է վերականգնել մերձավոր արևելքում Օսմանյան կայսրության ունեցած նախկին ազդեցությունը, դա կլինի հոգևոր, կլինի ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ այլն։ Հիմա Հայաստանի շահը համընկնում է, այսինքն Հայաստանն էլ է ձգտում, որ Թուրքիան վերականգնի Օսմանյան կայսրության նախկին, այսպես հզորությունը իր դեմքով, ես չեմ հասկանում։ Երկրորդ, Թուրքիայի շահերը մերձավոր արևելյան մի շարք երկու, այսինքն Հայաստանի շահը համընկնում էր, որ Սիրիայում իշխանության գան թուրքամետ ահաբեկչական խմբավորումները, որոնք իրականացնելու են Թուրքիայի համար ցանկալի քայլեր։ Հիմա կնայենք 4 օր հետո կտեսնենք 3 օր հետո ապրիլի 24-ը Սիրիայում ինձ շատ հետաքրքիր է, իրոք շատ հետաքրքիր լակմուսի թուղթ կլինի դիտարկելու թե դա ինչպես է լինելու։ Հիմա ձեր հարցի մյուս հատվածը, որ հիմա ամենահարմար պահն է, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերություն, ինչով է հարմար պահը, որ Արցախից հրաժարվել եք, որ ցեղասպանությունից հրաժարվել եք, այսինքն հիմա եթե այլ կերպ թարգմանենք, պետք է ասենք, որ մենք միակ իշխանություն ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի բոլոր պահանջները կատարածել, եկեք մեզ հետ։ Դες կհակադարձեն, չէ՞, բա որ բոլորը կատարող են, խի միջև հիմա չի հաստատվում, որովհետեւ տեսակի հարաբերություն։ Բոլորը կատարող է, բայց մյուս հարցը կա, բա ինչի՞ չի հաստատվում։ Որը չես կատարում, Արարատ սարն ես պահել, թե սահմանադրությունն ես ասել, որ դա մեր ներքին գործն է։ Բա պատկերացնում եք, եթե Բելարուսի այսպես նախագահը հանկարծ մի հայտարարություն աներ մեր սահմանադրության հետ կապված։ Պատկերացնում եք ազգային ժողովում այդ ֆրակցիան ինչ բոցաշունչ հայտարարություններ էր անելու եւ այդ այսպես հռետորները ինչպիսի ելույթներ էին ունենալ։ Իրանք դրա պատասխանն էլ ունեն։ Բելարուսը Հայաստանի կողքի հարևանը չէ։ Հայաստանի մի կողմում Թուրքիան է, մյուս կողմում Ադրբեջանը։ Հետևաբար եթե պետք է լեզուներս մի քիչ կարճացնենք, պետք է դա անենք։ Բայց քեզ չեն ասում լեզուներդ կարճաց, քեզ ասում են ընդհանրապես մի խոսի։ Ես ասում եմ ընդհանրապես լսիր, ոչ թե խոսիր, լսիր ինչ ենք ասում, լսիր եւ իրականացրու։ Հետեւաբար Արարատ Միրզյանի այդ հայտարարությունը էներգետիկը չեմ կարող ասել, ինչ նկատի ունի, բայց այդ հայտարարությունը անկեղծ ասած տարակուսանք է պատճառը, բայց արտգործ նախարարությունում երևի կան ինչ-որ մասնագետներ, որոնք երևի թե ինչ-որ հիմնավորում ունեն, չեմ կարող ասել։ Տեսեք, Սիրիայում ռուսական ազդեցությունը նվազեց։ Հնարավոր է համագործակցությունը եւ շահերի համընկնումը Հայաստան-Թուրքիա հենց կայանում է դրանում, որ Հայաստանում էլ ռուսական ազդեցությունը նվազի, մեծանա թուրքական ազդեցությունը։ Թե դա ուղղակի Թուրքիային սիրաշահելու ինչ որ պուպուշիկ բան ասելու համար ասված տեքստեր եւ վերջ։ Գիտեք, ես քիչ առաջ իմ խոսքում ասացի, որ իրենց թվում է ինչ որ բաներ, էլի, իրենց թվում է, որ իրենք դիվանագիտություն են իրականացնում, իրենց թվում է, որ իրենք զսպող քայլ են անում, իրենց թվում է, որ իրենք հերահար քայլ են անում, իրենց ինչ որ բաներ թվում է։ Դա միգուցե քաղաքական ինչ որ հոգեբանական խնդիր է, հա, հոգեբանության, բայց քաղաքական ինտերպրետացիայով ինչ որ խնդիր է, որ քեզ կարող է գալուցինացիաներ թվանել, ինչ որ քաղաքական, քեզ թվա, որ դու ուժեղ ես, քեզ թվա, որ դու կարող ես, հիշում եք, մի անգամ էլ բարձրացել էր Փաշինյանը մի սարի գլուխ եւ կոչ էր անում ինչ որ խաղաղության կոչ էր անում ուղղված չեմ Իսրայելին եւ Պաղեստինին, թե ինչ որ մի բան։ Հիմա ասին քեզ թվում է, որ դու կարող ես այդպես կոչեր անել եւ քեզ լսեն։ Հիմա նույնը էս պարագայում է, էլի, ձեր տված
հարցի կոնտեքստում է, որ իրենց թվում է այդ ինչ որ դուք ասում եք, բայց դա իրականության հետ կապ չունի։ Նաև մերձավոր արևելքում տեսեք ասում եք ռուսական գործոնը հանելու, չէ՞։ Այսինքն հիմա մենք մեր բոլոր հարցերը լուծել ենք եւ մտածում ենք ինչպես Սիրիայում ռուսական գործոնը թուլացնենք եւ դրանով Թուրքիային սիրաշենք։ Այսինքն հիմա իրենց թվում է, թե թուրքերը անհամբեր սպասում են, թե Հայաստանը ինչ կարծիք պիտի ասի այս հարցի շուրջ, որ իրենք սկսեն իրենց մեքենան աշխատեցնել։ Իհարկե ոչ, ենթադրում եմ ձեր ասացի մեջ կա մի բան, որ փորձել են Թուրքիային սիրաշահել, ինչպես փորձում էին երկրաշարժի ժամանակ օգնություն տանել։ Ինչու որ տարածաշրջանի հովանավորը Թուրքիան դառնա։ Որ նայեք, եթե իրենք խոսում են ինքնիշխանությունից, հիմա ինչ ուզում ես դու Ռուսաստանից քո կախվածությունը թուլացնես, մեծացնես Թուրքիայից քո կախվածությունը եւ դրանով ինքնիշխանություն ձեռք բերես, սա ինչ բարդույթ է։ Այսինքն եթե ռուսներն են, դա ինքնիշխան չես։ Եթե թուրքերն են, դա ինքնիշխան է, այսինքն ինչով ինչ տարբերություն։ Այսինքն եթե չհաշվենք, որ Թուրքիան դարավոր քո ճշնամի պետությունն է, ինչ տարբերություն։ Հիմա կարող են ինչ որ տխմարներ մտնել գրել ռուսամետներ բաներ, բայց իրենց տխմարությունը իրենց ինձ թվում է մեծագույն պատիժն է, դու մնան այդ պատիժի մեջ, բայց եթե դու մի պետությունից կախված ես, լավ, Կորեայից կամ, չգիտեմ, Նոր Զելանդիայից, ինչ կապ ունի այդ որ մեկից ես կախված։ Հետևաբար եւ իմ ասածն ինչ էր, մի քիչ խոսքս ավելի մանրամասն։ Դու ասում իրենց թվում է այսպիսի քայլերով, այդ ձեր ասած հայտարարություններով, ասենք Էրդողանին, Հական Ֆիդանին ցնցելու են այնքան, որ իրենք փոխեն իրենց պատկերը։ Բա ինչ անեն, որ ցնցեն։ Ինչ կարող են անել, որ ցնցեն։ Ոչինչ չեն կարող անել։ Ենթադրենք իրենք քաղաքական անկարողներ են, իրենք ոչինչ չեն կարող անել արտաքին քաղաքականության մեջ, իրենք ոչինչ չեն կարող անել։ Դե հիմա իրենք են այս իշխանությունը։ Ավել կարողանում են։ Հիմա իրենք են այս իշխանությունը, պարոն Մելքոնյան, պատկերացրեք մի իրավիճակ Թուրքիայի հետ որևէ տեսակի հարցում որևէ բանակցություն չկա։ Նիկոլ Փաշինյանն ասում է ցեղասպանության հարցը չեն կուրանում, Նիկոլ Փաշինյանն ասում է Արարատից չեն հրաժարվում, ինչ ենք ունենում Թուրքիայի հետ, Նիկոլ Փաշինյանն էլ Ադրբեջանին ասում է խաղաղության պայմանագիր այդ քո ասած կետերով չեմ կնքում։ Ինչ ենք ունենում։ Բայց երկու բան, հիմա Թուրքիայի հետ ձեր ասածը, ասում ենք ուրանում ենք Արցախը, ուրանում ենք բանը, մոռանում ենք Արարատ, Սարը, մոռանում ենք ցեղասպան։ Հիմա ինչ ունենք Թուրքիայի հետ։ Ոչինչ։ Զրո արդյունք։ Փաստորեն ունենում ենք նույն զրոն։ Զրոն, այսինքն որևէ, չէ, մի հատ էլ մինուս քո ընկալումը, քո ազգային արժանապատվության ընկալումը Թուրքիայում եւ հասարակության մեջ եւ քաղաքական շրջանակում։ Այսինքն հիմա տեսնում են, որ Հայաստանը ներկայացնում է մի անձ, որը պատրաստ է այս ամեն ինչը ուրանալ, զիջել եւ այլն, ու պատկերացնում եք, որ ընդհանուր մեր ազգի մասին են իրենց պատկերացումները փոխվում։ Շատ բնական է։ Ադրբեջանի պարագայում ով է ասում գնալ այսպես քաղաքական ուլտիմատումների, բայց եթե դուք պատրաստվում եք Ադրբեջանի բոլոր պահանջները իրականացնել, որ պահանջն են մերժել։ Ասում է Զանգեզուրով միջանցքը չեմ տալու, խաղաղության պայմանագրից դուրս եմ հանել ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու հարցը, այդ երկուսը հանել եմ դուրս չեմ անում։ Բայց օրակարգում կան, չէ՞։ Դե հիմա Ադրբեջանն է օրակարգում ինչ ուզում է կարող է դնել։ Հա, բայց եւ ինչ որ դնում է, հետո դա դարձնում է քաղաքականապես ուժեղ բան, այսպես խնդիր։ Այսինքն քո ասելով չի, հիմա դու ասում ես Զանգեզուրի միջանցքային տրամաբանությանը դեմ եմ, բայց ինչ որ այլ ձևակերպումներ, բարձեցված ընթացակարգով ճանապարհ անցնի առանց ոչ մի ստուգ բան եւ այլն։ Այսինքն սրանք ուղղակի կարելի ասել մանևրներ են, չստացված մանևրներ են։ Ես չեմ նախանձում իրենց, անկեղծ եմ ասում, որովհետեւ իրենք այնպիսի վիճակում են, ով կուզենար այդպես հոգեվիճակում գնալ նստել սեղանի շուրջ ու բանակցել Բայրամովի կամ Հական Ֆիդանի կամ հանդիպել Էրդողանի հետ։ Իրոք աննախանձելի վիճակում են, իրոք։ Եթե իրենց համար դա կոմֆորտ է, միգուցե այնտեղ այդ իրենց խեղճությունը գալիս են ազգային ժողովում իրենց այդ բուրըն բաներով են, ելույթներով են փոխհատուցում, չգիտեմ։ ԿՊԱ-ականների մյուս հակադարձումը, բա որ Զանգեզուրով միջանցքը տալիս ենք, ինչու չեն գալիս վերցնեն։ Գիտեք, նախ այդպիսի ձևակերպումները, որ եթե տալիս ենք, ինչի չեն գալիս վերցնել, նախ միայն Զանգեզուրի միջանցքի հետ կապված այսպես պարզունակ չի հարցը։ Մենք չմոռանանք դրա աշխարհակաղակական բաղադրիչը, հա, Իրանի հայտարարությունները չմոռանանք, կարմիր գիծ լինելու, Ռուսաստանի ինչ որ որոշակի ներգրավվածությունը եւ այլն։ Հիմա ադրբեջանական պահանջները Զանգեզուրի միջանցքի հետ կապված
տարբեր ձևով շարունակում են մնալ օրակարգում, բայց հիմա առաջին պլան բերված է որը, որ փոխեք սահմանադրությունը, Բայրամովը նաև ինչ էր ասում, որ դա հոգեբանական նաև ազդեցություն կունենա, որ եթե ձեր ժողովուրդը գնա ու սահմանադրությանը կողմ քվեարկի, դրանով նաև կընդունի, որ ինքը սխալ է եղել Ադրբեջանի հանդեպ այս 30 տարի իրականացրած քայլերի համար։ Հասկանում եք ինչեր են պահանջում։ Իսկն որ ձեր ժողովուրդը ամբողջովին պիտի բոլորով մեզնից ներողություն խնդրեք եւ որպես ներողության ցուցիչ կլինի, որ դուք գնաք ու սահմանադրությանը կողմ քվեարկեք։ Եվ դրանից հետո այլ պահանջներ չէ Մինսկի խումբ եւ այլն։ Բայց ես դες հավաստիացնում եմ մի բան, Զանգեզուրի միջանցքի հարցը, ես ձեզ հետ մենք խոսել ենք էլի։ Դա այնպիսի խորքային հարց է, 100-ամյա, որ չի կարող այս կամ այն մանր դրվագով դա դուրս մղվել։ Ինչ է նշանակում մանր դրվագ։ Մանր դրվագ, որ դե լավ Հայաստանը համաձայն չի, մենք չենք ընդունում։ Լավ։ Դե փաստորեն դա 100 տարի առաջ կար, հիմա եւս կա, 100 տարի առաջ չեղավ, չստացվեց, հիմա եւս ունի շանս Փաշինյանը մանևրելու, որ չստացվի։ Փաշինյանը չէ Հայաստանը, այո։ Փաշինյանը չունի, Հայաստանն ունի եւ հուսով եմ, որ Հայաստան պետականության քաղաքական ճակատագիրը կամ ինչ որ այսպես եթե այլ տերմինոլոգիա կիրառենք քաղաքական ֆորտունան միշտ այդ պահին Սյունիքի հետ կապված այնուամենայնիվ թեքվում է օգուտ մեզ 100 տարի առաջ չի եղել շնորհիվ Գարեգին Նժդեի եւ այլ ջանքերի 100 տարվա ընթացքում չի եղել ընդհանրում եմ հիմա էլ նույնը լինել է բայց դա Փաշինյանի եւ նրա իշխանության հետ որևիցե կապ չունի նկատի ունեք կապ է ունենալու հարևան պետությունների Իրանի նկատի ունեմ որ այո ոչ թե հարևան պետությունից նկատի ունեմ որ կապ է ունենալու աշխարհաքաղաքական դասավորվածության հետ որովհետև սա Զանգեզուրի հարցը Սյունիքի հարցը ավելին է քան ուղակի Հայաստան-Ադրբեջան երկկողմանի հարց սա շատ ավելի մեծ հարց է որի շահառուները մեկը երկուսը չեն։ Եվ դուք ասում եք սա աշխարհաքաղաքական հարց է։ Իշխանությունը ինչ է ասում։ Աշխարհաքաղաքականությունը ստիպել է մեզ գնալ այսպիսի լուծումների։ Աշխարհաքաղաքականությունը քեզ չի ստիպում։ Ասում եք դուք ընդունում եք ժողովուրդ, որ ստեղծվել է աշխարհաքաղաքական այնպիսի մի իրավիճակ, որ մենք պետք է հաշվի առնենք, որ այն Հայաստանը, որը ունեինք, որը պատկերացնում էինք իր տարածքով, չափերով, ուժով, այլևս չկա։ Այո, բայց աշխարհաքաղաքականությունը ինչպես է ստեղծում այդ վիճակը։ Ստեղծում է խաղի այսպես ընթացքում եւ այդ ժամանակ այդ բարդ աշխարհաքաղաքական խաղի ընթացքում դուք ամեն ինչ արեցիք, որ գաք իշխանության, չպատկերացնելով աշխարհաքաղաքական խաղը եւ տանուլ տվեցիք այդ խաղում ու տանուլ տվեցիք Հայաստանի շահը։ Այսինքն ես բարդ իրավիճակ էր բնականաբար տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով, բայց ուրիշ բան է դու այդ խաղի մեջ լինես փորձառու իշխանությամբ, ուրիշ բան է լինես անփորձ իշխանությամբ, որ կարող է ինչ-որ հայտարարություն անել ու այդ հայտարարության պատճառով զոհաբերել բազմաթիվ կարևոր կարմիր գծեր։ Հիմա աշխարհաքաղաքականությունը քեզ չի ասում քո վերջին խաղակարտն էլ տուր ու ընդհանրապես դուրս արի խաղից, որովհետև Սյունիքը մեր վերջին, որպես պետություն, մեր վերջին խաղակարտն է, որը մեզ պահում է աշխարհաքաղաքական խաղի դաշտում։ Չունենանք այդ խաղակարտը, մենք այլևս աշխարհաքաղաքականության հետ կապ չունենք։ Մենք կարող ենք կապ ունենալ այլ երևույթների հետ, խրախճանքների, փառատոնների, Snoop Dogg-ի համերգների եւ այլնի հետ։ Թաթուլի համերգը մոռացաք։ Այսինքն հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները հիմա փակուղային իրավիճակում են եւ այն ամենը ինչ տեղի է ունենում հանդիպումներ, այցեր, բանակցություններ, դրանք ուղղակի ֆոն են։ Ես փակուղային չէի անվանի, կանվանեի իմիտացիոն եւ կասեի պատային, բայց ոչ թե փակուղային։ Երբ այդ երկու կողմերը Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին դեմ են տվել պատին քաղաքական իմաստով ստիպելով անել զիջումներ եւ խաղը գնում է ոչ թե փող զիջումային, որ դուք այսինչ բանն արեք, մենք այսինչ բանն անենք, այլ գնում է միակողմանի զիջումների բառը։ Այսինքն, եթե Հայաստանը այս ամեն ինչն անում է, մի հատ ուղղակի նայենք էլի, Հայաստանը այս վերջի շրջանում իր հայտարարություններն ու քայլերը, Արարատ ծառ հանեց,
Սահմանադրության փոփոխության քննարկումը դրեց։ Իրական 29700-ը կպահեմ այդպես։ Իրականը Հայաստան ինքը հիմա չի կարողանում պահել։ 29743-ը ինքը չունի։ Ասում է չանեմ էլ չեմ ունենալու, դա էլ չեմ ունենալու։ Եվ ասում է ես դա չեմ հիմա պատրաստում եմ դիվանագիտական մեթոդներով վերադարձնել։ Ինքը խոստովանում է, չէ՞, որ ինքը լինելով Հայաստանի ինքնիշխանության պատասխանատուն չի պահպանել։ Ինքը հիմա մեր 29743-ը խեղված է, չէ՞, չկա։ Ասում է կարող ընդհանրապես չլինի, եթե չգնամ եւ այդ երկու պետությունների հետ չխոսեմ։ Ահա, ճիշտ ասացիք։ Եթե չգնա, կարող է ընդհանրապես չլինի, բայց ոչ թե խոսելու, այլ ընդհանրապես եթե չգնա, կարող է դա էլ չլինի։ Հիմա ձեր այսպես այսքան զիջում է անում, չէ՞, այս իշխանությունը։ Այս ամեն ինչը արած եւ այլն եւ այլն։ Մի հատ դիմացի կողմից ինչ որ բան տեսել եք զիջում։ Որն է զիջումը։ Ադրբեջանը որ հարցում է զիջում արել։ Հռետորաբանությունն է թույլատրել, կրթական ծրագրերն է փոխել, Բաքվի բանտից որևէ գերու է ազատել։ Թուրքիան ինչ է արել։ Ինչ է Թուրքիայի դրական քայլը, որ Անտալիայի ֆորումին է հրավիրել։ Անի կամուրջը խոստացել են Հայաստանի հետ համատեղ նորույթ։ Այդ սիմվոլիկ քայլը, այդ քաղաքական լոլոները, այդ ինքնախապեյությունը թողնենք մի կողմ։ Անի կամուրջը քաղաքական գործոն է։ Անի կամուրջն, որում խոստացել են վերականգնել, ոչ թե ինչ որ քայլ են գնում։ Եվ ինչ դրա դիմաց Անի կամուրջը վերականգնելու դիմաց մենք պետք է ցեղասպանության հարցում նահանջ ապրենք։ Մենք պետք է մեր սիմվոլներից հրաժարվենք։ Ախր դրա համար սա ոչ թե փողզիջում է։ Նախկինում եղել է փողզիջումային տրամաբանություն։ Չկա այդ նախկին աշխարհը չկա, պարոն Մելքոնյան։ Այս մարդը ասում է, այս նոր իրողություններից ծնված ստիպված են որոշումներ կայացնել ժողովուրդ։ Ասում է աշխարհակաղակական փոփոխությունների ժամանակ կան փոքր պետություններ, որոնք կարող են վերանալ, անցնել ջրի տակ ընդհանրապես։ Հիմա ես փորձում եմ մի կերպ պահել այս նավակը ջրի վրա։ Բայց չի ստացվում։ Դու նավապետ չես։ Դու նավաստի չես, քո մոտ չի ստացվում այս խաղը։ Դրա համար փորձի մի այլ բան։ Փորձի չլինես այս խաղի մեջ։ Փորձի քեզ դուրս դնես այս խաղից, միգուցե ուրիշների մոտ ստացվի դա։ Դա մարդկության պատմության օրինաչափություն է։ Փորձել են մարդիկ չի ստացվել, թողել են ուրիշին։ Ինքը այդ տարբերակը չի ել քննարկում, որ կարող է հասկանում եք հանկարծ կարող է այդպես մի բան լինել, որ ինքը չլինի։ Ինչու՞։ Հանկարծ պատկերացնում եք ավելի վատ արտգործ նախարար լինի։ Պատկերացնում եք, այսինքն մեր փորձառու դիվանագետներից որևէ մեկը չի կարող, ասենք, փոխնախարարին փոխարինել, հա, արտգործ փոխնախարարին, որը զբաղվում է, ասենք, Թուրքիայի հարցերով, հա։ Այսինքն մեր կադրային բանկը այդքան դատարկ է, որ իրենք անփոխարինելիների մի խումբ է, որ եթե իրենք չլինեն, երկիրը չի լինի, խաղաղություն չի լինի, այս չի լինի, իհարկե ոչ։ Ասում եք անփոխարինելի մի խումբ է ըստ իրենց այդպես է թվում։ Այո։ Ճիշտ է թվում, թե ոչ։ Իհարկե ոչ։ Եթե փոխարինելի են այդ մարդիկ, ինչու որևէ մեկը այսքան տարի չի կարողանում նրանց փոխարինել։ Տեսեք, իմ ասածը հետևյալը, փոխարինելի են արտաքին աշխարհի խաղի խաղում ընդգրկվելու համար, բայց ներքաղաքական կյանքում մենք տեսնում ենք եւ պետք է խոստովանենք, որ ընդդիմությունը այսքան տարիների ընթացքում չունի այն ներուժը, որ կարողանա փոխի։ Ընդդիմությունը գուցե արտաքին աշխարհի համար հետաքրքիր չէ այդ նույն ընդդիմությունը, չէ՞ որ այդ ընդդիմությունը պետք է այդ արտաքին աշխարհի հետ խաղա։ Գուցե չի խաղալու դրա համար չի գալիս դառնա իշխանություն։ Պետք է բան ներկայացնես, գործոն լինես, որ ինչ որ մեկին հետաքրքրես, հետաքրքրությունը շարժես եւ բացի դրանից նախ արտաքին աշխարհից առաջ Հայաստանի հասարակության հետաքրքրությունը պետք է այնքան շարժես, որ կարողանա process-ներ տեղի ունենալ, բայց փաստը մնում է փաստ, որ այս բարդ իրավիճակներում, այսպիսի կատակլիզմներով անցնելուց հետո այս իշխանությունը շարունակում է մնալ եւ որևէ ընդդիմադիր շարժում կամ ուժ չի կարողանում բացի սարսափազդու Facebook-յան ստատուսներ գրելուց որևէ այլ լուրջ հակահարված չեն կարողանում տալ։ Չեն կարողանում, թե չեն ուզում։ Այս իշխանությունը, ես չգիտեմ, պետք է իրենց հարցնել, այս իշխանությունը անգամ շարունակում է պայքարել յուրաքանչյուր տիմ ընտրության համար, քաղաքապետի, գյուղապետի պաշտոնի համար, այսինքն ինքը շարունակում է լիիրավ այս իշխանության բոլոր սեգմենտները փորձել պահել, գյուղապետի պաշտոնը անգամ փորձել պահել, հասկանում եք, այսինքն այդքան ինքը իրեն ինքնավստահ է զգում, սա էլ մեկ այլ ողբերգություն է, մեր ներքին ողբերգությունն է, որ չունենք համարժեք այնպիսի ուժեր ու ռեսուրսներ եւ
եթե նույնիսկ կան էլ անհատներ ու խմբեր, չունեն հանրային այնպիսի միգուցե սատարում, որ կարողանան իրավիճակ փոխել, դրա համար ունենք այնինչ ունենք։ Պարոն Մելքոնյան, իսկ գուցե ընդդիմությունը գիտակցում է, որ Հայաստանը այն իրավիճակում է անվտանգային առումով, Հայաստանին պարտադրված լուծումների առումով, որ իրենք եկան իշխանության չեն կարողանալու անել այլ բան, քան անում է Փաշինյանը։ Դե ուրեմն պետք է դուրս գան քաղաքականությունից, եթե վախենում են, այսինքն ինչ, միայն լավ ժամանակների քաղաքական գործիչներ են իրենք, միայն այն ժամանակների, երբ պետք է հաջողություններ արձանագրվեն եւ սրընթաց վերելք լինի, այսինքն վատ բան լինի, վախենում են, որ իրենց անձի հետ կպայմանավորվի, հա, այդ անկումը, ճիշտ եմ, չէ՞, ձեր կգան տարածքային զիջումների հետ կասոցացվեն։ Այսինքն իրենց անձը եւ իրենց անունը ավելի թանկ է, քան պետությունը փրկելու կամ հայրենիքին օգուտ տալու ինչ որ մի շանսը, ինչ որ մի հույսը, եթե այդպես է, ուրեմն թող դուրս գան այդ քաղաքական պայքարից, գնան ավելի անվտանգ գործով զբաղվեն, որտեղ այդպիսի վտանգներ չկան, իրենց անվան հանգարց վրա ստվեր գցող որևէ վտանգներ չկան, չգիտեմ, այդպիսի անվտանգ գործեր միգուցե կարողանան գտնել, դրանով թող զբաղվեն, բայց ինչու են հայտ ներկայացրել փոխելու, հայտ ներկայացրել քայլեր անելու։ Հայտ են ներկայացրել եւ կանգնել են փակուղու առաջ։ Տեսնում են, որ Հայաստանին պարտադրվում են այնպիսի լուծումներ, որոնց դեմն իրենք առնել չեն կարող։ Փաշինյանը Հայաստանից թողել է այնքան թույլ երկիր, մաշեցրել է ռեսուրսներն այն աստիճան, որ հաջորդ եկողը չի կարողանալու գործընթացի վրա ազդել։ Ես այդքան ֆատալիստական դրան չէի մոտենա, բայց եթե հաջորդ եկողը գոնե ցանկություն ունի ինչ-որ քայլ անելու, չէ՞, հայտնի խոսքը կա, չէ՞, խավարի դեմ բողոքելուց բացի կարելի է մի հատ լուցկի վառել։ Հիմա իրենք չեն ուզում այդ լուցկին վառեն, գոնե տեսնեն, թե 5 սանտիմետր շարժվող ինչ է տեղում, բայց եթե տենց դատապարտված ենք, ուրեմն թող իրենք էլ հայտարարեն եւ այս ներքին թոհու բոհը ինչ որ ազգային ժողովում ռետորաբանական վեճերը կամ այլ վայրերում կամ սոցցանցերում, թող դրանք դադարեցնեն եւ ասեմ, որ ստատիկ այսպեսի վիճակ է, մենք ժողովուրդ ջան, սա բոլորով գնում ենք դեպի անկում, վերջ, էլ ոչ մի բան չկա։ Բայց այդ դեպքում ինչ են քաղաքական գործիչ։ Ես ասում, քաղաքական գործիչը նաև առաջին հերթին պայքարող ուղիներ փնտրող, այլընտրանքներ փնտրող է։ Չէ՞, պետության ռեսուրսները կերել են այն աստիճան, որ բան չեն թողել այդ մարդկանց։ Արի պետության ռեսուրսները վերականգնի։ Դրա համար էլ դու քաղաքական, ինչի Ֆրանսիան երկրորդ համաշխարհային ռեսուրս ուներ, հետո որ հաջորդ իշխանությունները եկան սկսեցին ուժեղացնել։ Ինչի Թուրքիան ռեսուրս ուներ, որ Քեմալ Աթաթուրքը շարժում սկսեց ու Սևր ստորագրած Օսմանյան կայսրությունը փրկվեց, դարձավ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը։ Թող Քեմալ Աթաթուրքն ասեր, ինչ Սևրի պայմանագիր ստորագրել ենք, հայերին բոլորս հողերը պետք է տանք, հանգիստ ապրենք։ Այդ դեպքում դրա համար ովքեր են մտնում պատմության մեջ, ովքեր գնում են այս ընթացքին դեմ եւ փորձում են ինչ-որ քայլ անեն։ Եթե չեն ուզում քայլ անեն, թող զբաղվեն ուրիշ գործով, ասած դա է։ Չունենք քայլանողներ, ձեզ համար տեսանելի չէ։ Ես հույս ունեմ, որ ունենք, պոտենցիալը կա քայլանողների եւ ռեսուրս եւ ուղեգիծ ունեցողների եւ փորձ ունեցողների, բայց դեռևս քայլը չի ստացվում։ Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր ուզում են քայլ անելու, չի ստացվում, այլ մեղադրում եմ նրանց, ովքեր քայլ անելու իմիտացիա են անում եւ հուսահատության շպաշարն են մեծացնում։ Իսկ նրանք, ովքեր անկեղծ ուզում են քայլ անելու, չի ստացվում, պետք է միշտ այդ մարդկանց սատարել, բայց նրանք, ովքեր ձևեր են անում եւ շարունակում են ինչ որ իրենց համար կոմֆորտ վիճակում ապրել, դա էլ ճիշտ չէ։ Ասացիք Աթաթուրքը չհաշտվեց Սևրի պայմանագրի հետ եւ արեց իրենը։ Անելուց առաջ հաշվի նստեց հասարակության կարծիքի հետ, ասաց այ ժողովուրդը պետք է ինձ մանդատ տա, որ գնամ դա անեմ, թե ոչ ուզում հասկանալ, հիմա ճիշտ է, երբ ընդդիմությունը ասում է ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, մենք ինչ անենք։ Եթե կոնկրետ Աթաթուրքին է, նա ինչ որ քայլեր արեց, հետո նոր դիմեց ժողովրդին, ընդ որում ժողովրդին դիմելն էլ իր լեգիտիմությունը ինչ որ մի շտրիխ ավելացնելու համար էր, բայց ինքը լինելով իդեպ պետական պաշտոնյա այն վարչակազմի, որը համաձայնվել էր Սևրի պայմանագրին, նա չհամակերպվեց եւ իր քայլերն արեց։ Հետո արդեն երբ որ վերելքի վրա էր, ժողովրդի աջակցությունը եղավ եւ այլն, բայց համենայն դեպս այդ չհանձնվողներն են, որ ինչ որ քայլեր անում են, թե չէ ուղղակի բողոքել եւ իրեք ինձ թվում է Facebook-ը
հայ ժողովրդի ճակատագրում բավական բացասական դեր է խաղում, որովհետև մարդիկ իրենց հույզերն ու հավանական քայլերը ծնվում են այդ քայլերը վերելք են ապրում եւ մեռնում են Facebook-յան մի ստատուսի շրջանակներում։ Հանգստանում են եւ սկսում են հաշվել լայքերի քանակը եւ անցնում են իրենց առօրյա կյանքի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Արգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Ռուբեն Մելքոնյանն էր, այսքանը ցտեսություն։